Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր քաղաքագետ Էդվարդ Անտինյանն է։ Բարև ձեզ, պարոն Անտինյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Անտինյան, ուզում եմ սկսենք Փաշինյան-Պուտին երեկվա հանդիպումից, որի ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենան։ Այստեղ առաջին հերթին խոսքը Սամվել Կարապետյանի ուժի մասին էր, քանի որ այս ուժի դեպքում չգրանցվելու մտավախություններ կան քաղաքական դաշտում։ Ձեր գնահատմամբ ինչ ուղերձ էր սրանով փոխանցում Պուտինը եւ արդյոք Փաշինյանին հասկացնում էր, որ եթե իմ հիշատակած ուժը չգրանցվի, ապա դա կարող է հետևանքների հանգեցնել։ Ոչ իհարկե, որովհետև Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում համոզել է մեզ էլ, համոզել է Վլադիմիր Պուտինին էլ, որ ավելի հավատարիմ Ռուսաստանին, Հայաստանում չի գտնվի որևէ քաղաքական գործիչ, քան Նիկոլ Փաշինյանը։ Ավելի շատ Նիկոլ Փաշինյանն ասում է, ով է ասել, որ նրանք են ձեր ցանկալին, բա ես ով եմ։ Այնպես որ այդտեղ մանավանդ որ հարցը ինչի մասին է խոսքը։ Մարդը երկքաղաքացի է, որը որ չի կարող առաջադրվել ոչ падգամավորի թեկնածու, ոչ էլ հետագայում կառավարության ղեկավար կամ կառավարության անդամ, որովհետև կառավարության անդամին եւ վարչապետին նույն պահանջներն է ներկայացնում, ոնց որ ազգային ժողովի падգամավորն։ Այսինքն դա թեմա չի, որը որ նույնիսկ ինչ է, եթե Պուտինը համոզեր դա պետք է օրենքը խախտվեր ինչ որ մեկի համար։ Հիմա այս դեպքում ինչու է նման բան հայտարարում Ռուսաստանի նախագահը։ Ավելի շատ որ մենք իհարկե շահագրգռված ենք, որ ռուսամետ գործիչները լինեն խորհրդարանում, ինչպես որ տեղի ունեցավ 2021 թվականին, իսկ մենք տեսանք, թե 2021 թվականին, որ դա այդպես եղավ, ինչպիսի խայտառակ վիճակ մենք ունեինք։ Այսինքն խորհրդարանում դա Ռուսաստանի շահերը ներկայացնող իշխանություն եւ Ռուսաստանի շահերը սպասարկող ընդդիմություն։ Արդյունքում մենք ինչ ունենք, որտեղ էր այդ քաղաքական միտքը, որտեղ էր հասարակության մեջ արդյոք ամբողջ տրամադրությունն այնպեսին էր, որ 100% ռուսամետ է։ Բնականաբար ոչ, հասարակության մեծ մասը առհասարակ էր ընտրություններին չմասնակցեց, մի ահռելի հատվածի ձայներն էլ փոշիացան մոտ 20%-ի չափով։ Ու բացի դրանից էլ ամենահամեստ հաշվարկներով, սոցիոլոգիական հարցումներով, հասարակության կեսից ավելին տեսնում է Հայաստանի Եվրամիության կազմում, տեսնում է Հայաստանին եվրոպական եւ արևմտյան անվտանգային համակարգերում։ Ոնց է ստացվում, բա ով է այդ մարդկանց շահերը, որևէ մեկը համարում էր, որ խորհրդարանում ինքը ընդդիմություն ունի։ Եթե իշխանությունը համարի, որ Իրանը չի, ընդդիմությունն էր Իրանը։ Եվ դա ինչ է ցույց տալիս նաեւ, ինչ արեցին 5 տարի, որ հիմա սպասենք հետո ինչ պետք է անեն։ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը անհավանական քանակությամբ իջավ, այն դեպքում, երբ որ Սամվել Կարապետյանը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, ոչ էլ իր թիմակիցները, այսինքն ինքը զիջում է նրան 10 տարի Հայաստանում նախագահ եղած մարդը, Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, որպեսի հանկարծ ձայները չփոշիանան, 20 տարի հանրապետական կուսակցությունը եղել է իշխող քաղաքական ուժ, դրանից հետո 8 տարի առավոտից երեկո ասում են, որ այս իշխանությունը վատն է, մեռանք ասելով, եթե ինչքան ուզում է իշխանությունը վատ լինի, դառնալով դուք ձեր անցյալը սրբագրել չեք կարող։ Իրանք չփոխեցին Սերժ Սարգսյանին, որին ամբողջ աշխարհի հայությունը մերժել էր, իրանք շարունակեցին այս ճանապարհով 8 տարի հետո էլ հրաժարվեցին ընտրությանը մասնակցել։ Այսինքն այս օրակարգն են իրանք բերում, բայց 5 տարի ասեցին պետք է փողոցում պայքարենք, չստացվեց։ Գնանք խորհրդարանում, նորից չստացվեց։ Իմպիչմենտ էին անում նաև ՔՊԱ-ական խորհրդարանում։ Այսինքն սա ինչ է ցույց տալիս, որ մենք 2021 թվականը կրկնենք 2026-ին, ուղղակի փոխարինենք Ռոբերտ Քոչարյանի փոխարեն Սամվել Կարապետյանին, մենք ինչ արդյունք ենք ուզում ունենալ։ Հիմա տեսնում եք այդ հավանականությունը, որ նման բան տեղի կունենա այս անգամ։ Օրենքը այնպիսին է, որ ուղղակի բացառվում է, որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ։ Ու իր թիմակիցներն ասում են հունիսի 7-ից ինքը լինելու է վարչապետ, իրանք հո գիտեն, որ դա հնարավոր չի։ Նույնիսկ եթե իրանք շատ մեծ ձայն ստանան, դա էլ բացատրում ենք, որ եթե նույնիսկ 90% ձայն ստանաք, դուք չեք կարող խորհրդարան մտնել 90%-ով, որովհետև մեր օրենսդրությունն այնպիսին է, որ ընդդիմությունը պետք է ունենա առնվազն 1/3-ը։ Այսինքն եթե նույնիսկ դուք 90 ստանաք, ընդդիմությանը այնքան մանդատ է գումարվում, որ ուժերի հարաբերակցությունը լինի 2/3, 1/3, բայց ընդդիմությունը 1/3 գումարած 1 մանդատ։ Որպեսի խորհրդարանում սահմանադրական օրենք փոխեք, չնայած համարում դա կոպիտ սխալ է,
փոխել երկքաղաքացին, որ դառնա վարչապետ։ Համարենք դուք կարողանում եք, դուք չեք կարող, դա սահմանադրական օրենք փոխելու համար պետք է 2/3 գումարած 1 մանդատ։ Բայց այս իշխանությունը դա կարողանում էր անել, օրինակ 20 թվականին սահմանադրական դատարանի հայտնի փոփոխությունները դրանք անցկացրեցին հենց 2/3-ով, որ ուներ Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ 2/3 գումարած 1-ի համար էլի ձայն է իրանց պետք։ Այսինքն 1 մանդատը պարտադիր է լինելու։ Բա իրանք ինչ որ մեկը լինի, որը որ ասենք նեղանա անդիմությունից դուրս գա, մնա անկախ падգամավոր եւ այդ ձայնը տա։ Դա այնքան հստակ է այդ օրենսդրությունը։ Բացի դրանից, հունիսին ընտրությունը ավարտվեց, դեռ 8-րդ գումարման ազգային ժողովի լիազորությունը չի ավարտվում։ Դեռ որոշ ժամանակ հետո նոր պետք է անեն ժողովը անեն կար այդ ամեն ինչ նոր սեպտեմբերին սկսվի, ասենք 9-րդ գումարումը, չէ՞։ Այս պարագայում դուք եթե գիտեք, որ հունիսին դեռ հին ազգային ժողովը մնում է, ով է հունիսին սահմանադրություն փոխելու եւ ով է հունիսին Սամվել Կարապետյանին վարչապետ ընդ։ Եթե դուք ամենահասարակ բանում, որ ամբողջ երկիրը գիտի, որ դա անհնարին է, դուք ասում եք հիմա կտեսնեք, որ հունիսի 7-ից հետո ինքն է լինելու։ Եթե այդ հասարակ հարցում եք խափում, պատկերացնեք մնացած հարցերը, որ միլիարդավոր դոլարների ներդրումների հետ է կապված։ Աշխատատեղեր եւ այլն։ Պարոն Անտոնյան, շատերի գնահատմամբ Փաշինյանը Ռուսաստան էր գնացել, որ իր վերընտրության երաշխիքները ստանար։ Դատելով երեկվա հանդիպումից եւ դրա ընթացքում հնչած շեշտադրումներից, որոնք շատերի գնահատմամբ բավականին սուր էին, ինչ եք կարծում, դա նրան կհաջողվի եւ արդյոք ռուսական կողմը Հայաստանում իշխանություն փոխելու խնդիր ունի, ինչպես պրոիշխանական գործիչներն են պնդում այս շրջանում։ Ռուսաստանը Հայաստանում իշխանություն փոխելու որևէ խնդիր չունի, որովհետեւ ինչ է ստանալու ինքը արդյունքում։ Ընդհանրապես Ռուսաստանը որպես պետություն, սա նոր չի, սա միշտ էսպես է եղել։ Ինքը երբեք չի աշխատում ընդդիմության հետ։ Ինքը ուղղակի ասում է, եթե ռուսամետ ընդդիմություն կա, լավ է։ Ռուսամետ ընդդիմությունը գալիս ասում է, այ Ռուսաստանի ղեկավարություն ջան, ինչ ասեք, մենք ձեզ համար կանենք, մենակ այս իշխանությանը փոխեք, մենք կանք։ Իրանք վերցնում են այդ փաթեթը, այդ հավատարմության երթումից։ Գործող իշխանությանը կանչում, ասում են, լա տեսեք, մեզ ինչ են առաջարկում, իսկ դուք դա հենց ավելին չեք տալիս։ Այսպես եղել է այս բոլոր 30 տարվա ընթացքում, ոչ թե մենակ հիմա։ Ռուսաստանը չի ճանաչում ընդդիմությանը որպես գործընկեր։ Անկախ նրանից թե ով է։ Իհարկե, այլապես իրանք ասեն, բան չես քո ընդդիմությանը համարում եվրոագենտ։ Եթե ինքը ընդդիմության կարգավիճակը չի ճանաչում, իշխանությանը քննադատողին տանում կալանավորումը, ասում է դու ես բողոքում ուկրաինական պատերազմի դեմ, դե հիմա ես քեզ կկալանավորեմ, կտանեմ Ուկրաինա, կզովես, խելքդ գլուխդ կգա։ Այս իշխանությունը ինչի պետք է ընդդիմության հետ աշխատի։ Ինքը չունի տենց ինստիտուտ։ Այսինքն, եթե ընդդիմությունն ասում է կլինի, որ ես եմ, ասում է եղի, ասում է լավ կլինի, ասում է հա լավ կլինի, բայց ինքը որևէ ձևով չի մի չամտում։ Դա հեքիաթ է։ Ընդհակառակը դա օգտագործում է իշխանության վրա լծակներ։ Եթե դու իմ ուզածը չանես, տեսեք իրար կոտորում են մեզ շահերը սպասարկելու համար, պատրաստ են ավելին անեն։ Այսինքն սա ընդհանրապես դա է, ոչ ավելի։ Իհարկե։ Ու գաղտնիք չէ, որ Արևմուտքը եւս աջակցում է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Մենք հիշում ենք Վենսի հայտարարությունը Երևանում, Կայա Կալասի, ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարն էր խոսել այս մասին, եւ այսպես շարունակ։ Ըստ ձեզ ինչու է նույն Արևմուտքը շարունակում աջակցել Փաշինյանին, երբ նույն Փաշինյանը Լեհաստանում օրինակ հայտարարում է, որ ինքը մտադիր չէ վերընտրվելու դեպքում ռուսական ռազմաբազան դուրս բերել Հայաստանից։ Ակնարկում է, որ Ռուսաստանի շահերի դեմ որևէ գործողություն չի կատարելու փաստացի։ Մի քիչ իմ հակասություններ կա Եվրոպա, Ամերիկա, դրա համար հավաքական արևմուտք չասենք, բայց ասենք Ամերիկան առանձին է աջակցում, Եվրոպան առանձին է աջակցում։ Էրդողանն առանձին, Ալիևը առանձին, Պուտինը առանձին։ Դա որ դեպքում ալնում։ Երբ որ բոլորին բավարարում է։ Այո, իսկ բոլորին բավարարելը դա քաղաքականություն է։ Մենք գիտենք բոլորի բավարարողների մասին ինչ կարծիք կա հասարակության մեջ։ Բոլորին հասելը դա ոչ կոմպլեմենտար քաղաքականություն է, ոչ բալանսավորված քաղաքականություն է, ոչ ռեգիոնալ քաղաքականություն է։ Երբ որ ասում են մենք ռեգիոնալ քաղաքականություն պետք է վարենք, այսինքն մեր ռեգիոնի խաղացողը Ռուսաստանը, մեր ռեգիոնի խաղացողը Եվրամիությունն, Ամերիկան։ Այսինքն մենք հասկացանք, չէ՞ որ ռեգիոնալ քաղաքականությունը ձախողված է, ռեգիոնում քուշայերը ում հետ է բռնում։ Կամ ռեգիոնալ անվտանգությունը ո՞նց եք հասկանում, ով է ապահովելու, երբ որ Ամերիկան մտել է Իրան։ Այսինքն այս պարագայում բոլորին երբ որ ասում է ես ելնեմ ձեզ ինչ է պետք ես կանեմ, մարդիկ էլ ասում են դե լավ երբ մի քիչ ոտը կսեղմենք կանի էլի, իմաստը որն է որ ուրիշը գա սկզբունք բան ասնի։ Այսինքն բոլորին ձեռնտու է մարդ, որը իրան ասում է դե դու ես։
Էրդողան ջան, դու ես մեր ավակ ընկերն ես, քո խորհուրդը որ չլսենք, ում լսենք։ Ալիև դե դու փորձառու մարդ ես, բա մենք ոնց կարանք քո հետ համեմատվենք։ Նույն ձևի Վլադիմիր Վլադիմիրիչ ջան։ Եթե Վլադիմիր Վլադիմիրիչը գրած կարդում է, գրած։ Ինչի՞ է կարդում Նիկոլ Վլադիմիրովիչ։ Այո։ Այսինքն ուզում ասի քո պապանով է։ Այսինքն 8 տարվա մեջ չսովորեցիր, որ այդ մարդու անունը Վովա է, Վլադիմիր չի։ Դա անհարգալից վերաբերմունք է, թե ուղղակի ասել եկել է պապայի մոտ, քաղաքական։ Այսինքն սա է հասկացնում ու մեր հանրությանը սա է ցույց տալիս Ռուսաստանի նախագահը։ Ոնց է հնարավոր դու 8 տարի չսովորես մեկի հայրանունը։ Դու ուրեմն ասա Գասպարդին Փաշինյան։ Սա հատուկ ձև է, չէ՞ դա։ Այո։ Դու եկել ես մեր դուռը, թող բոլորն էլ իմանան, թե ով է այստեղ պապան։ Բա սա ինչ իսկ մի անգամ գոնե ուղղել է։ Ես չեմ հիշում նման դեպք։ Հա, որ ասի, այսինքն ո՞ւս կարան եթերում ձեր անունը աղավաղեն, դուք չասեք հայրանունն աղավաղեն, մի հատ չասեք, ես ինչ ես ասում։ Կամ մի հատ թեկուզ նրբորեն ուղղել։ Հիմա թվում է թե այ գնաց սենց հակասություններ առաջացավ, ինքը ցույց տվեց, այդ տեսակ Պուտինին ասեց, մենք Ռուսաստանի քաղաքացին չի կարող ընտրվի։ Այսինքն Պուտինը ասեց, դու մերժեցիր, շատ լավ նայվեց, Հայաստանում սկսվեց, տեսակ ոնց տեղը դրեց Պուտինին։ Հետո էլ ասում դե բանա, դե դուք որ ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի կազմը, ձեզանից հետո ես եմ ճանաչել։ Այսինքն եթե Պուտինը ճանաչելա, դու ճանաչում ես։ Բա Պուտինն էլ ասես, բան չի չարիր։ Այսինքն դա նշանակում է, որ Պուտինը ընդամենը առիթ էր, որ ասել։ Ինչ է, եթե միջազգային հանրությունն ասում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, այն դեպքում, երբ որ այդքան վիճելի խնդիր է, այդ վիճելի խնդիրները մինչև այսօր լուծված չեն, լուծવા մինչև այսօր ոչ մեկը չի լուծել Ղրիմի հարցը, նույնիսկ եթե 10 տարուց ավել Ռուսաստանը օկուպացրել է, չի լուծվել Աբխազիայի հարավային Օսիայի հարցը, եթե Ռուսաստանը էլ ինտեղ իր զորքով պահամամերձ Դնեստրի հարցը, Ռուսաստանը աշխարհը դա չի, դեռ դրանք համարում է վիճելի։ Եթե այսօր մենք համարում ենք, որ բավական է Վլադիմիր Պուտինն ասի, որ Արցախը միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի կազմում եւ Նիկոլ Փաշինյանն ասի, դե որ դու ասեցիր, ես արեցի։ Բա ինչա հետեւողականորեն Ալիևը ասում, սա արևմտյան Ադրբեջանն է, միջազգային հանրության հետ աշխատում է, նյութեր են տպում, բաժանում են, հետեւողական սահմանադրության փոփոխությունը, պետականորեն ֆինանսավորում են այդ ամեն ինչը, որպեսզի միջազգային հանրությանն ասեն, Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է, որից հետո ինչ է ասելու Նիկոլ Փաշինյանը մեզ, դե ժողովուրդ ջան, ես ու համացան չէի Ալիևի հետ, բայց դե մարդը ասում է, չէ։ Հետո իր ասելուց հետո միջազգային հանրությունը ընդունել է, չէ, որ սա արևմտյան Ադրբեջանն է, բայց ես ո՞նց պետք է չանեմ։ Եթե արդարացումը նա է, ոչ թե պատմական արդարացումը, ոչ թե այն փաստաթղթերը, որը քննարկվում է, ոչ թե անգամ այդ, որ նույնիսկ մեզ համար շատ վատ փաստաթուղթ էր, Մադրիդի փաստաթուղթը 2007 թվականի նոյեմբերի 29-ին, որը ստորագրված էր նաև Ադրբեջանի նախագահի կողմից։ Հո բոլոր փաստաթղթերը ստորագրված չի, գոնե դա Հայաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված էր, որտեղ խնդիր էր դրված, որ լղիմում պետք է անցկացվի պլեբիսցիտ։ Այն էլ հարցերի սահմանափակում չկա։ Սկսած անկախություն, մինչև գտնվի Ադրբեջանի կազմում, Հայաստանի կամ Ռուսաստանի։ Այսինքն հարցադրման սահմանափակում չկար։ Եթե 2007 թվականին դեռ համանախագահ պետությունները համարում էին, որ պետք է շանս տան Արցախի բնակչությանը ինքնորոշման եւ չէին սահմանափակում, որ ինքնորոշումը Ադրբեջանի կազմում է։ Բա ո՞նց ենք մենք դա այնց հետո ասում 2021 թվականին Պուտինը քանի որ ասեց միջազգային հանրությունն ասում է Արցախը Ադրբեջանի կազմում է, ես էլ դրան լսեցի, արեցի։ Այդ չի Պուտինը համանախագահ պետություններից մեկի ղեկավարը, չի։ Բա այդ 2007 թվականին Պուտինը չէր, որ ասում էր պլեբիսցիտ անցկացնենք։ 2011 թվականինը նայենք։ Կազանը։ Նույնիսկ եթե Կազանը չի ստորագրվել, Կազանի Ալիևը չստորագրեց, չէ, բայց հայկական կողմը համաձայն էր դրան եւ միջազգային բոլոր համանախագահ պետությունների համանախագահներից բացի նաեւ երկրի ղեկավարները հայտարարեցին, որ այո, անպայման դա ստորագրվելու է, որովհետեւ բոլորի հետ համաձայնեցված է։ Ալիևին պետք էր, որ ուղղակի Սերժ Սարգսյանի ժամանակ էլ ամրագրվի այն, ինչ որ Մադրիդում ձեռք էին բերել, շատ քիչ տարբերություններ կա Մադրիդի եւ Կազանի փաստաթղթերի մեջ։ Մաքսիմում այնտեղ պլեբիսցիտը փոխած է հանրակրվեով, կարգավիճակը ավելացած, բայց էլի
ձևակերպումը ազատ։ Այսինքն այդ պարագայում, եթե դա գոյություն ունի, այդ ժամանակ Պուտինը չգիտեր, որ հարցը փակված չի։ Հարցը վիճելի է։ Եթե հարցը վիճելի է ու ինքը ասում է, չէ, Արցախը միջազգային հանրությունը ճանաչում է որպես Ադրբեջանի կազմ։ Ուրեմն Հայաստանի վարչապետը պետք է ասի, դե որ դու ասեցիր, ես էլա։ Բայց եթե Պուտինը ասելով է սարը, բա մեզ ասում ես 18 թվականին թղթերը նայեցի, տեսա որ 91 թվականից Ալմատիի փաստաթղթով Արցախը Ադրբեջանի կազմում է։ Ես պատերազմ գնացել եմ գիտակցաբար, որտեղ եթե պատերազմ չգնայինք, մենք դա չզիջեինք, առանց պատերազմի ով կթողեր ես զիջեմ, իսկ ես դա ասում եմ, ինչ որ ինքը ազգային ժողովի ամբիոնից է ասել, ոչ թե զրույց արել են այնպես, չնայած վարչապետը հենց այնպես զրույցը որն է։ Այսինքն եթե ասում եմ մենք գիտակցաբար գնացինք այդ պատերազմին, որպեսի այդ թոկը հանենք մեր վզից, Հայաստանի անկախությունը չվտանգենք, այսինքն մենք կարող ենք դա հանձնել առանց պատերազմի, առանց այդ զոհերի։ Միևնույն է չի կարողանում բացատրի, թե եթե կարող էինք առանց պատերազմի հանձնել, ինչու էր պատերազմ պետք։ Բայց եթե գիտակցաբար գնացել ես պատերազմի, որպեսզի դրանից ազատվես։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է ստորագրել զինադադարի հետ կապված։ Դրանից հետո ո՞նց հարցը Պուտինի հայտարարությունից հետո դարավ Պուտինը, բա 91 թվին ինչ թղթեր էր նայե։ Բա որ ասում է 96 թվականի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթնաժողովում համանախագահներն ասեցին, որ պետքա լայն ինքնավարությունը լինի Ադրբեջանի կազմում։ Բա Պուտինը դա ոնց որ հասկացանք 2021-ին է ասել։ 96 թվականին Պուտինի ասած է 96 թվական, հասկանում ենք Պուտինը շատ հզոր է, բայց այն աշճանի չէ, էլի որ պատմական փաստերն էլ իր համար հարմարացնենք իրան։ Դրա համար, այսինքն դա որևէ տրամաբանություն դրա մեջ չկա։ Ինքն էլ է խճճվել այդ տարեթվերի մեջ, ամեն անգամ այդ Արցախը հանձնելու տարեթիվը ըստ անհրաժեշտության ու քաղաքական նպատակահարմարությունից ելնելով փոխվում է։ Մի անգամ 91 թիվն է, մի անգամ 96-ը, 2016-ը ու այսպես շարունակ։ Դրա համար էլ ասենք ինչի է Ալիևը պահանջում, որ անպայման սահմանադրությունից նախաբանը փոխվի։ Շատերը դրան ուշադրություն չեն դարձնում, ես պարբերաբար դա մարդկանց հիշեցնում եմ։ 89 թվականի դեկտեմբերի 1-ին եղել է վերամիավորման որոշում։ Հա, ազգային ժողովը որոշել է Գերագույն խորհուրդը։ Է կարող է հաջորդ ազգային ժողովը դնի դա վերանայի, դա մի զարմանալու բան չկա։ Այնքան օրենք կա, ուժը կորցրած են ճանաչում եւ ընդունում մեկ ուրիշ։ Հա, բայց ուրիշ խնդիր է։ 89 թվականի դեկտեմբերի 1-ի փաստաթուղթը հայտնվում է 90 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի հիմքում է դրվում։ Անկախության հռչակագիրը դրվում է սահմանադրության հիմքում նախաբան։ Ես սահմանադրությունը ժողովուրդն է քվեարկում։ Այսինքն այդ օրենքը եթե ուժը կորցրածել ճանաչեիր ժողովրդի քվեարկությամբ մենք հանձնառու էինք Արցախի անվտանգության համար։ Եթե մարդուն այսօր մեղադրում են, ասում են ինչ գործ ուներ հայկական զորքը, Փաշինյանն է ասում Արցախում, նա հանում ասում խնդրեմ 89 թվականի դեկտեմբերի 1-ի որոշում, 90 թվականի անկախության հռչակագիր, որից բխում է մեր քայլերը, որ եթե Արցախին վտանգ էր սպառնում, զենքը գցելու ենք մեր ուսը, գնայինք պաշտպանեինք։ Ինչի է Ալիևն ասում, ես ուզում եմ հայ ժողովրդի հետ պայմանագիր կնքեմ, ոչ թե Փաշինյանի, որտեղ վաղը Փաշինյանը չի մեկ ուրիշն է եկավ, ասում լա մի րոպե, դու ո՞նց ես Հայաստանին օկուպանտ համարում, եթե դու ես հարձակվել Արցախի վրա, իսկ հայ ժողովուրդը գնացել է պաշտպանել համաձայն այն ժամանակվա գործող փաստաթղթի։ Ալիևը ցանկանում է հանրակրվեով հանի հանրակրվեի որոշումը, որ անշրջելի դարձնի այս այո, այնց դա է հարցը, որ թե չէ եթե օրենք են պայմանագիրը խաղաղության գրած է, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրում ենք, ներքին օրենսդրությունը որևէ ազդեցություն չունի այս պայմանագրի վրա։ Եթե պայմանավորվել է այդ կետը խաղաղության պայմանագրի մեջ Ալիևը, ու ասում է խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, մինչև սահմանադրությունը փոխես։ Հայաստանի սահմանադրական դատարանն ասում է, որ դա չի ազդում, տարածքային պահանջ չի։ Բա ի՞նչն է պատճառը, որ Ալիևը պահանջում է այդ կետը ընդունելու պարագայում անգամ պահանջում է, որ մենք սահմանադրությունը փոխենք, որպեսզի ինքը մեզ համարի օկուպանտ 91 թվականից, համարի օկուպանտ, որպեսզի 150 միլիարդ տուգանքը ներկայացնի, որ ասի դուք այսքան տարի օգտագործել եք Արցախի տարածքը, Ադրբեջանի օկուպացված տարածքները, այդքան զոհեր ենք տվել, մարդկանց փոխհատուցում պետք է տրվի, եւ ի վերջո դուք այդ մարդկանց տներից զրկել եք, հիմա դե դուք էլ բարի եղեք 300,000 ադրբեջանցի ընդունեք Հայաստանում, որոնց դուրս եկարե
խորհրդային միության ժամանակ։ Եվ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հավասարության նշան ա դնում։ Դե լավ, բերեք դուք մի եկեք, արցախցիներն էլ չեն գնա, մենք Արցախի հարցը փակել ենք։ Խորհրդային միության ժամանակ ստեից որ գնացել են, հարցը մենակ նա չի, որ շատերը փոխհատուցում են ստացել։ Հարցը մենակ նա չի, որ փոխանակումներ են, Ադրբեջանից փախել են, եկել են մեր հայրենակիցները։ Ստեղից նրանք շատ հանգիստ գնացել են, որևէ մեկը իրանց մազապուրց չեն գնացել։ Բոլոր իրավունքները պահպանվել է այս Այո, մարդկանց։ բացի դրանից, եթե որևէ իրավունք մնացած լներ խորհրդային միության ժամանակ, դա կփոխանցվեր Հայաստանին, որպես իրավահաջորդ իր մասով։ Դուք որևէ փաստաթուղթ հիմա կարող եք հանել, որ Ադրբեջանը պահանջ ա ներկայացրել խորհրդային միությանը, որ մեր ժողովրդին, որ բռնի տեղահանել են, դրանց համար պետքա փոխհատուցում տրվի, կամ կենտրոնական ապարատը, կամ Հայաստանի Հանրապետությունը։ Դա որ ասեք խորհրդային միության ժամանակ, այսինքն խորհրդային միության մի տարածքից մյուս տարածք մարդիկ տեղա շարժվել են, դրա համար չի կարող Հայաստանը իրավահաջորդ լինի, որովհետև այդ հարցը որպես այդպիսին կիսատ չի մնացել, որ Հայաստանը անկախացել է, դա էլ վերցրել է խորհրդային միության ժամանակ խնայողությունները Հայաստանը իր վրա վերցրեց։ Ասես մենք այս պետության իրավահաջորդն ենք, այդ փողերը մարդկանց չեն տվել, մենք այդ փողերը պարտավորում ենք տարիների ընթացքում տանք։ Բայց դուք մի հատ պարտավորություն ցույց տվեք, որ Հայաստանից գնացած ադրբեջանցիների համար կամ Հայաստանի Հանրապետությունը կամ խորհրդային միությունը որպես կենտրոնական ապարատ իր վրա պարտավորություն ա վերցրել, ուղղակի խորհրդային միությունը փլուզվեց չհասցրեց կատարի։ Կգտնեք տենց փաստաթուղթ։ Եթե լիներ կթմկահարեր Ադրբեջանը։ Բայց եթե դա չկա, ոնց ենք հավասարության նշան դնում խորհրդային միության տարածքում միտեղից միտեղ տեղափոխված մարդկանց եւ անկախ Ադրբեջանի տարածքում մարդկանց, որոնց որ պարզապես դուրս են եկել, ասма դուք փախել եք, չէ՞։ Հիմա հասած, բա ումից են փախնում։ Այսինքն մարդը տնից դուրս է գալիս, վերցնում առաջի անհրաժեշտության ապրանքներ ու փախնում։ Այն դեպքում, երբ որ Ալիևն ասում է կարող եք մնալ, քաղաքացիություն ստանալ, ձեր տներում ապրել։ Այսինքն նույնիսկ իր տնում ապրելը այդքան տարիների ընթացքում, տասնամյակների ընթացքում կահ կարասի ամեն ինչ ստեղծած թողումա դուրս է գալի։ Այդ Ալիևի հետ ենք մենք ուզում խաղաղություն կնքենք։ Բացի դրանից, ասում է, եթե դուս եք գալի, այս տները մերն է։ Այդ դեպքում հարց։ Դու նույնիսկ չես ճանաչում մարդու սեփականության իրավունքը։ Հիմա որ Ղրիմը օկուպացրել են ռուսները, ռուսներից էս ավելին էս գրագետ օկուպանտ դժվար է գտնել, տեղին օկուպանտ են։ Բայց Ռուսաստանը չի ճանաչել սեփականության իրավունքը ուկրաինացիների Ղրիմում։ Այդ մարդիկ իրենց տներում չէին ապրում։ Ինչ է նշանակում, եթե մարդը իսկ Հայաստանում ուրիշ մարդ չկա, որ ուրիշ երկրի քաղաքացի Հայաստանում սեփականություն ունի։ Այսինքն ասում եմ, եթե դուս եկար այս տունը իմն է, հարցը նա չի, որ այդ տունը հայրենիքի հետ համազոր համարենք։ Հարցը նա է, որ մի երկիր է այդպես խոսում, որը պարզապես ակնհայտորեն էթնիկ զտում արել, որ մարդը վերցրել է անհրաժեշտ ապրանքը իրը ու դուրս է եկել։ Նույնիսկ չի բայց ճանապարհ տայր թող գոնե մի հատ բեռնատար մեքենա բարձեին, իրաց կահույքը բերեին։ Ինչ որ մի բան բերեին, որ գային Հայաստանում չգնային դռներին ապրեին կամ պետությունն ասեր տա։ Այդ պետության տված երաշխիքներով ենք մենք անկախությունից խոսում։ Հիմա եթե Արցախի մասը ամփոփենք, եթե Պրահայի հայտնի հայտարարությունը չլիներ Նիկոլ Փաշինյանի ստորագրած, ինչ եք կարծում, կհաջողվեր խուսափել այն աղետից, որը տեղի ունեցավ։ Այսպես նայենք, եթե պատերազմից հետո իհարկե վիճակը վատ էր, հասկանալի է, բայց հարց Ալիևը պնդում է, չէ՞ որ ես եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի համար Պուտինի միջոցով ստիպել, որ Փաշինյանը ստորագրի։ Հիշում եք ոնց էր խոսում անհարգալից, բայց չէր ուզում ստորագրի։ Դու ասեցինք մի հատ կգաս կստորագրես։ Ինչի էր Ալիևը, որը որ պատերազմում հաղթող կողմն էր։ Շուշին վերցրել է։ Ինչի է ինքը Հադրութի եւ Շուշիի մասը վերցնելուց հետո կանգնել։ Ինչի համար, որովհետեւ ինքը համարում էր, որ լղիմի ժամանակ մոտ 20% ադրբեջանցիներ էին ապրում, բացի դրանից էլ շատ էին ապրում Շուշիում, ինքը ոնց որ ասի մեկը հայկական Արցախի հետ մեկը ադրբեջանցիները չեն ապրելու այս պատերազմից հետո, բերեք ֆիզիկապես վերցնենք 80% տարածքով հայկական Արցախ թողենք, Հադրութով Շուշին վերցնենք Ադրբեջանի։ Այդպես են չէ պայմանավորվել։ Այսինքն ինքը ճանաչել է, չէ, հայկական Արցախի գոյությունը։ Այլապես են մարդիկ, ովքեր Շուշի եղել են։ Նրանք կարծում են, որ Շուշին վերցրած ուժը,
Ստեփանակերտ չէր կարող մտնել, բա Նիկոլ Փաշինյանն ասում Արցախից զանգեցին, ասին, եթե հիմա չկանգնացնես, մտնում ես Ստեփանակերտը վերցնեն։ Ժամերի հարցեր արդեն։ Ահա, այսինքն ի՞նչ է նշանակում, բան չի Ալիևը կանգնեց, եթե ինքը կարող է Ստեփանակերտը վերցնել, որտեվ ինքը մտածում էր, որ հայկական Արցախի թեման չենք քննարկում։ Կար հայկական Արցախ, որտեղ խառը ապրում էին ադրբեջանցիները հիմա հայերի հետ խառը ապրեն, կտան իրար կսպանեն, պատերազմը նորը ավարտվի։ Բերեք կտրենք այսքան մասը 20% տարածք վերցնենք մենակ ադրբեջանցիներին տանք, հայկական Արցախը պահենք, որն էլ օրգանապես կապված կլինի Հայաստանի հետ, որն էլ կվերահսկի ռուսական զորքը։ Սա է չէ եղել։ Բայց Ալիևի նպատակը նա էր ամբողջությամբ Արցախը վերացնել։ Ով էր իրան խանգարում դա անել 2020 թվականին։ Այսինքն դա հետո է Ալիևին ասվել, «Էլ ինչ կուզես մեծ աղբեր, որ մենք քեզ տանք։ Արցախն էլ լրիվ տանք, ամբողջությամբ քոնն է»։ Որտեվ ակնհայտ է, չէ, որ ճնշման տակ ես դու Փաշինյանից ստորագրություն վերցել, ուրեմն քեզ բավարարում էր այն ինչ որ դու ձեռք էիր բերել։ Արցախի նկատմամբ խնդիր չունեի, դա հետո առաջացավ այդ խնդիրը, որ եթե Հայաստանից կանգնեցին, ասին, որ քու կազմումը ասես, թե եթե իմ կազմումը դատարկում են, բայց նույնիսկ դա չի արդարացնում։ Գենոցիդը չունի լոկալ նշանակություն։ Ինչ է նշանակում, եթե սա իմ տարածքն է, կարամ մարդկանց էթնիկ զտման ենթարկեմ։ Բայց չէ որ նույն հաջողությամբ էթնիկ զտման պատճառով չէր 2008 թվականի փետրվարի 17-ին, որ Կոսովոյի ժամանակավոր ինքնակառավարման մարմինը հայտարարեց անկախություն, հանրաքվել չեն արել։ Եվ որը դատարանը ճանաչեց 2010 թվականին, որ այսինքն չի հակասում միջազգային օրենսդրությանը, բա ինչի չի հակասում, որտեղ տեղի է ունեցել էթնիկ զտում, մարդը իր բնորանում չեն թողում ապրի, անջատում հանուն փրկությունը ինչից առաջացավ։ Անջատում հանուն փրկությունը առաջացավ Կոսովոյի նախադեպից, բայց եթե 2007 թվականի նոյեմբերի 29-ին չի եղել Կոսովոյի նախադեպ, հա իրար սպանում էին, բայց նախադեպը չկար, բայց 2011 թվականին արդեն Կոսովոյի նախադեպը կար, 2011 թվականին Հագայի դատարանի որոշումը կար, որ այդ անջատում հանուն փրկությունը չի հակասում միջազգային օրենսդրությանը, բայց ինչպես տեսակ հայկական կողմը դա չպաշտպանեց, դա առաջ չտարավ այդ նախադեպը։ Ռուսաստանը չի ճանաչել Կոսովոն, մինչև այսօր չի ճանաչում։ Ինչի Կոսովոն 100-ից ավել պետություններ ճանաչել են, բայց ինքը չի դարձել ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն, որտեղ դրա համար պետք է անվտանգության խորհրդի անդամ պետությունները մշտական անդամ ճանաչեն, Ռուսաստանն ու Չինաստանը չի ճանաչում։ Ռուսաստանը չճանաչելով Կոսովոն ընդունել է նախադեպ։ Ասում է, դե որ դուք ճանաչել եք Կոսովոն, ես էլ ճանաչում եմ Աբխազիան հարավային Օսիան, երբ օգոստոսի 26-ին, օգոստոսի 8-ի 2008 թվականի, օգոստոսի 8-ի պատերազմից հետո օգոստոսի 26-ին ճանաչել է այդ երկու հանրապետությունները որպես անկախ։ Այսինքն ինքը չճանաչելով Կոսովոն, նախադեպ ընդունել Կոսովոն ու ճանաչել է այդ երկուսի անկախությունը։ Մենք ինչ արեցինք դրանից հետո։ Հիմա նայեք, նա փետրվար ամիս էր, սա օգոստոս ամիս էր։ Ես նաև ասում եմ այդ հաջորդականությունը։ Մենք ինչ արեցինք 2011 թվականին։ Չէ, ինչ պետք է անեին, գնացին գրեցին, որ Սյունիքից են կողմ Ադրբեջանն է։ Մեր վարչատարածքային միավորի օրենքը փոխեցինք, ասենք Սյունիքից են կողմ Ադրբեջանն է։ Այսինքն սա այնպես չի, որ մենակ այսօր է այդ ամեն ինչ արվել։ Բոլոր Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, ամեն մեկը ունեն իրանց մեղքի բաժինը։ Եթե մեկը գցում է մյուսի վրա, դա իրանց խնդիրն է։ Մենք ասում ենք, չէ, բոլորդ եք սխալ։ Այ դուս այս հարցում, դու այս հարցում, դու մի փորձեք մյուսի արածով դուք սրբագրեք ձեր արածը։ Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից այդ սխալները գալիս է այն ժամանակ։ Բայց մենակ Նիկոլ Փաշինյանի արածն էր անդառնալի, մյուսներինը շտկելու տեղ թողում էր մեզ։ Որովհետև փորձում էին արդարանալ մյուսների արածով, ոչ թե դու մյուսներից դաս քաղած ճիշտ անես։ Այլ դիշ լավ է, ես էլ կասեմ դուք էլ եք սխալու եք գցեմ ձեր վրա։ Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե 96 թվականի դեկտեմբերի 3-ին կանգնում ես ելույթ ես ունենում, քանի որ վետո ես դրե Լիսաբոնում, երբ որ վետո ես դրե չի ընդունվել օրենք, մենակ նախագահողը հայտարարությունով ասել, որ պետքա լինի լայն ինքնավարություն։ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս, ասում Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության դեպքում անգամ դատարկվի Արցախը։ Նույնիսկ երբ որ այնտեղ գրած էր մշակութային ինքնավարություն, նույնիսկ եթե գրած էր վրա ոստիկանությունն էլ կունենա, ամեն ինչ կունենա, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը դա կանգնեց 96 թվականին ասեց Արցախը կդատարկվի։
վետո դրեց, բա 97 թվականին ոնց հայտնվեց պատերազմ եւ խաղաղություն լրջանալու պահը, բա 96-ին լրջանայիր։ Այն ինչ որ դու 96-ին վետոյով մերժել ես ու ասել ես չեք հասկանում, որ չի կարող Ադրբեջանի կազմում Արցախը գոյատևել։ 97 թվականին ասում էր չեք հասկանում, որ Արցախը որպեսի պաշտպանենք, պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Մենք հասկանում ենք։ Ուղղակի դուք չեք հասկանում, որ մենք հերիք չի հասկանում ենք, մի քիչ ժամանակ են գտնում ձեզ հասկացնենք, որ չի կարելի այդ ձևով, որ եթե դուք ինչ որ բան սխալվել եք, շարունակում եք պնդել ձեր սխալը, ուրեմն դա գիտակցական սխալ էր։ Այլապես կասեք Ժողովուրդ ջան, իրավիճակը տենց էր, տենց ստացվեց։ Կներեք Ժողովուրդ ջան, հիմա այդ խելքս այդքան հասավ։ Բայց երբ որ համառորեն դուք ձեր սխալը ճշտի տեղ ուզում եք անցկացնեք, այսինքն վերջ, դա գիտակցված սխալ է։ Պարոն Անտոնյան, դուք որպես անհատ միացել եք Գուրգեն Սիմոնյանի առաջնորդած Հայաստանի շնորհապետական կուսակցությանը եւ առաջիկա ընտրություններին այս ուժի հետ եք մասնակցելու։ Ինչու որոշեցիք ճանապարհ անցնել հենց այս ուժի հետ եւ ընդհանուր առմամբ ինչ ակնկալիքներով եք գնում ընտրություններին։ Առաջինը ես միշտ կողմնակից եմ եղել, որ պետքա մենք ունենանք այլ ընտրանք, որ այլ ընտրանքը լի թե այս իշխանությանը, թե նախկին իշխանություններին։ Քանի որ հիմա մենակ որոշ ուժեր կան, որ ասում են դե մենք նախկին չենք, չնայած էլ նախկինը ոնց է ալնում։ Բայց լավ, տենց են ուզում, մի քիչ ձևակերպումը փոխենք։ Այս իշխանությանը եւ ռուսամետ ընդդիմությանը։ Այլ ընտրանք լինել, որ մենք հստակ օրակարգով գալիս ասում ենք մեր երկրի ապագան Եվրամիությունն է, մեր երկրի ապագան պայմանականորեն ասենք ՆԱՏՕ, բայց լավ գիտենք, որ հիմա եվրոպական անվտանգության ավելի ճկուն մեխանիզմներ կան։ Ուղղակի դասուտ ասում ենք նրա համար, որ մարդիկ հասկանան, որ անվտանգությունը պատվիրակում ենք արևմուտքին, եւ երկրորդ, ՆԱՏՕ-յանը տալիս ենք նրա համար, որ Իրանը մի քիչ ջղայնանա, ասի դե լավ գոնե այդ ՆԱՏՕ-յանը մոռացեք, մենք բանակցային սեղանին Իրան զիջենք այդ հարցը եւ եվրոպական անվտանգության հարցը լուծենք։ Այսինքն եթե մենք այդ տեսակետի կողմնակից ենք, ես դրա կողմնակից եմ եղել։ Տեսել եմ, որ նույն բանը մտածում է Գուրգեն Սիմոնյանը, նորաստեղծ կուսակցությունը, որի վրա չկա այդ ամբողջ բեռը, որը որ այստեղ վատ բանակցեցինք, Արցախը հանձնեցինք, այստեղ բանակը թալանեցինք եւ այլ եւ այլ։ Մարդը գիտնական, մտավորական ընտանիքից, Արցախյան պատերազմին կամավոր մասնակցած, հայոց բանակ ծառայած, շուրջը հավաքել է շատ գրագետ մարդիկ, շատ կիրթ մարդիկ, որոնց հետ պարբերաբար շփվում ենք։ Իմաստը որն էր, որ ես էլ մի հատ դաշինք կազմեի, մրցակցեինք։ Ես իմ օրինակով ցույց եմ տվել, որ հարգելիներս, պարոնայք փորձառուներ։ Եթե դուք այնքան ձեր փորձով, այդքան արժեքավոր լիներ ձեր փորձը, նորաստեղծ կուսակցության նկատմամբ այդպիսի համակրանք հասարակության մեջ չէր լինի։ Հենց դուք տեսնում եք դա, դուք պետք է հասկանաք, որ դա ձեր մեղքն է։ Այդ դրա համար, եթե դուք տարական պետության նկատմամբ հարգանք ունենաք, իմանաք ինչ եք անում, կմտածեք, որ ցանկացած փորձառություն իր մեջ պարունակում է նաև շատ սխալներ։ Եկեք այդ սխալները վերցնենք մեր վրա, այդ փորձառությունը փաթեթով, նորաստեղծ ուժի տանք, ասենք եկեք միասին ճանապարհ գնանք, որտեղ դուք որ խորհրդարան գնաք, ոչ մեկը ձեզ չի ասելու, «Էդու մեզ քննադատում, դու չէիր բանակում փողերը կերել, հիմա այսօրվա 5 տարվա բանավեճը»։ Իշխանությունը գնում է խորհրդարան, ընդդիմության վրա գորգորում, բայց այս երկիրը խորհրդարանական կառավարման համակարգ է, գնալու է վարչապետը հաշվետվություն ներկայացնի խորհրդարանին, բայց գիտեք ինչն է աննորմալ, մարդիկ ուրախանում ասում են ճիշտ էր ասում, այդ սրիկաներին պետքա, լավ ասեց վարչապետը, այսինքն վարչապետին պետքա որ լինեն խոցելի մարդիկ խորհրդարանում, սրտի ընդդիմություն ինչպես ասում է, որպեսզի չլինի այս երկիրը խորհրդարանական կառավարման մոդել, այլ լինի սուպեր վարչապետական, որ եթե ինքը գնա падգամավորին ժողովրդի ընտրյալի վրա ճվճվա հայոյի վիրավորի, ժողովուրդն ասի լավ ես անում վարչապետ ջան, մենք էս ենք ուզում, այսպիսի խորհրդարան ենք ուզում, դրա համար մենք պարզ ասել ենք, այո, կստանանք մեծամասնություն, մեր օրակարգը կտանենք առաջ, չենք ստանա մեծամասնություն, ոչ նրան կմիանանք, ոչ նրան մեր օրակարգը առաջ կտանենք, եւ կփորձենք ամեն ինչ անել, որ հանրակրվե կազմակերպենք, ստորագրահավաք անենք, անդամակցության հետ կապված հայտ ներկայացնենք, ինչպես տեսնում եք Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանը նորից հավաստիացեց, որ մենք Եվրոպա գնացողը չենք, հանգիստ եղեք, այսինքն այս պարագայում ես համարում եմ, որ շատ արդյունավետ թիմ է, որի հետ կապված մենք շատ լուրջ անելիքներ, ու երբ որ շատերն ասում են ինչու չեք համախմբվում, ասում եմ ես օրինակը ծառայել եմ, ձեզ չեմ տեսնում,
Դուք միայն տեսական մտավարժան քազերը։ Ինչու չեք համախմբվում։ Կոնկրետ օրինակ ենք ցույց տվել։ Եկեք համախմբվող եք, եկեք համախմբվեք։ Հիմա այսօր մի քանի օր հետո թղթերը պետք է հանձնվի կենտրոնական ընտրական հանձնաժողով, դեր տարբեր մարդիկ տարբեր տեղերից ասում են ինչու չեք համախմբվում։ Եղբայր այդ մարդիկ համագումարն արել են, ցուցակը հաստատել են։ Համագումարը 30 հոգու ցուցակ է հաստատում։ Այս բոլոր փուլերն անցել են, մի հսկայական փաթեթ է։ Այս մի քանի օրվա ընթացքում հազարու մի տեղից քարտերից տեղեկանք ես վերցնում, անձնագրայինից ես վերցնում, տարբեր տեղերից, մի խոսքով մի հսկայական փաթեթ է եւ դա առնվազն 80 մարդու համար։ Դա մի հսկայական աշխատանք է։ Մեկ էլ մեկը տեղից վերակենում, ասում է, բա ինչու չեք միավորվում։ Եղբայր ուզում ես միավորվես, այս մարդիկ կոնկրետ քայլ են անում, արի միավորվի։ Դուրը բաց է։ Եթե չես միավորվում, լավ, դուք միավորվեք, մենք տեսնենք ձևը սովորենք, ոչ նա եք անում, ոչ նա եք անում։ Ընդհանրապես ձեր ուզածը որն է, որ բոլորին անուն դնեք, արդյունքում ինչ է ստացվում։ Իշխանությունը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Եթե դու որևէ արժանի մարդ չես տեսնում, ուրեմն քո արժանի մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Էլ պետք չի։ Կարող է համաչում ես, որ վաղը կներեք արտահայտության համար երեխաները թքելու են քո երեսին, թե դու մեզ ինչի պատվիրակեցիր, կտակեցիր Փաշինյան։ Չի ուզում ինքը, որ իր երեսին թքեն, ասում է երեխեք ջան, ախր բոլորը ծախված էին, բա ես ինչ անեի։ Բա ես ինչ պետք է անեի։ Ինչ պետք է անեիր։ Դու պարզապես ուզեցել ես, որ լինի Փաշինյանը, բայց համարում ես այնքան խոցելի է, որ չես ուզում, որ քեզ դրա մեջ մեղադրեն։ Ինչի դուք չգիտեք, որ եթե Ռուսաստանի ներկայացուցիչը Հայաստանում իշխանության գա, ռուսական կապիտալը մտնելու է Հայաստանը ծաղկացնելու։ Այսօր ո՞նց եք պատկերացնում, որ կարող է Ռուսաստանի անձնագիր ունեցող մարդը Հայաստանի վարչապետը լինի։ Ասում են կհրաժարվի հենց վարչապետ դառնա։ Բա ինչի՞ չի միջև այդ հրաժարվում։ Ռուսաստանն ասում է, նա ով պատերազմի ժամանակ կհրաժարվի իմ քաղաքականությունից, նա ազգի դավաճան է, մենք նրա ունեցվածքը պետք է խլենք։ Ինչի հիմա չեն հրաժարվում։ Բայց երբ որ վարչապետի չափցային ստանա, պետք է ասի Վլադիմիր Վլադիմիրիչ ջան, երկիրը քեզ նվեր եմ տալի, բարի հրաժարվեմ, որ երկիրը քեզ տա։ Իսկ Պուտինը ինչի պետք է համաձայնվի։ Եթե մարդը ընտրում է Հայաստանի վարչապետ ու Հայաստանի շահերն է պաշտպանելու, Պուտինը ինչի պետք է նրա ունեցվածքը չխլի։ Պուտինը այսօր խստացնում է, մարդկանց ասում է մուծվեք, օլիգարխներին կանչում, ասում է եկեք մուծվեք, ես ում համար ենք կռվում։ Աշխատաժամերը երկարացնում է, հարկերը բարձրացնում է, տուրքերը բարձրացնում է։ Այդ ոչ մի բանը չեք տեսնում։ Այսինքն այս ամեն ինչը անող Պուտինը ինչու համար պետք է այդ նվերն անի մի մարդու, որի ունեցվածքի կեսից ավելին Ռուսաստանում է։ Ու այդ մարդը միլիարդատեր է, որ կարա այդ մարդուն ասի, այդ ներդրումը, որ Հայաստան խոստանում ես, ես եմ կռվի մեջ, արի մի հատ մուծվի։ Մենք հասկանում ենք, չէ, որ դեպքում դա տեղի կունենա։ Ու այս պարագայում ասել, որ հնարավոր է Հայաստանի շահերը սպասարկել, ես բացառում եմ ինչի, որովհետև եթե դու երկքաղաքացի ես, դու հավասարապես դի նաև պաշտպանես Ռուսաստանի շահերը։ Ռուսաստան կլի Ամերիկա, Ֆրանսիա կապ չունի, չասեն կոնկրետ Ռուսաստան։ Չի կարող չսպասարկել։ Բա որտեղ դե քաղաքացի ես։ Դու նույն իրավունքներն ու պարտականությունները ունես Ֆրանսիայի, Ամերիկայի, Ռուսաստանի հետ։ Այսինքն չկա առաջի սորտի քաղաքացիություն, երկրորդ սորտի քաղաքացիություն։ Իսկ եթե անգամ մինչև ընտրություններն էլ հրաժարվեն, էլի չի կարող։ Մինչև ընտրության հրաժարվեն Պուտինը ձեռից ամեն ինչ կառնի, բա ասեցինք։ Բացի այդ դա ժամանակացույցը այնպեսին է, դա անմիջապես չի արվում։ Ռուսաստանը ստուգում է փաստաթղթեր, ինչ պարտքու պահանջ ունես։ Դա կարող է միլիարդատերոջ դեպքում տևի տարիներ։ Ոչ թե օրեր, ամիսներ, այլ տարիներ։ Այսինքն իրան գիտեն, որ դա անհնարին է։ Ես դրա համար ասում եմ, պատկերացրեք, որպեսի մարդը երկրի քաղաքացի է ու հակասություն չլինի այդ երկու երկրների, կապ չունի դա Ռուսաստանա, Ֆրանսիան է, թե Ամերիկան, հանկարծ չմտածեն մենակ Ռուսաստանի մասին եմ ասում։ Ուրեմն պետք է 100%-ով Հայաստանի շահը համընկնի այդ երկրների հետ։ Այդտենց երկիր կա, որի հետ Հայաստանի շահը 100%-ով համապատասխանում է։ Ոչ։ Դա նշանակում է, որ դու չես կարող Հայաստանի շահերը օբյեկտիվորեն պաշտպանես։ Ես շատ կողմ եմ երկքաղաքացիությանը։ Մեզ պարբերաբար ասում եմ, Ժորժ ջան, հասկացեք, սա որևէ մեկի դեմ չի իմ ասածը։ Մարդիկ ունենալով անձնագիր, մի ուժեղ երկրի անձնագիր,
բիզնեսմենները ինքնաթիռի տոմսն առնում գնում է գործներ անում գալիս է գիտնականը գնում է սիմպոզիումի այսօր ինչ հերթեր է ստորացուցիչ հերթեր է մանավանդ Եվրամիության անդամ երկրների հետ կապված ամիսներ է տևում մուլտիվիզան շատ դժվար են տալիս են այնի կարճ ժամկետով նույնիսկ եթե մուլտիվիզա է մարդիկ դիմում են չգիտեն կարան պայմանավորվեն այսօր որ բիզնեսմենը պետք է հեռախոսով բիզնես անի միլիոնավոր դոլարների իհարկե նա պետք է տոմս առնի գնա արագ պայմանավորվի հետ գա մանավանդ Հայաստանը բոլորին անխտիր լսում են ննջասենյակներում էլ տեսախցիկներ են տեղադրում այսօր որևէ մեկը արցանց բիզնես կանի պետք է գնա մեկի հետ հանդիպի ոնց հանդիպի Հայաստանից չի կարողանում գնա եթե մարդը կունենա մի հատ ուժեղ անձնագիր շատ ուրախ ենք մենք ինքներս կխրախուսենք որ դա արվի բայց նա պետք է իմանա հենց դու պետական կառավարման բեռը վերցրեցիր քո վրա պետք է հրաժարվես ու շատ դեպքերում ասում են բա չեք ուզենա սփյուռքահայերը գան երկքաղաքացին սփյուռքահայ հետ ի՞նչ կապ ունի Հայաստանի քաղաքացին է որ երկքաղաքացի լինի նույն պահանջը նրան էլ է վերաբերվում Հայաստանից գնացածնել, եթե երկքաղաքացի է, էլի նույն պահանջը վերաբերում չեք մենակ սփյուռքահայերին պատկերացնում։ Այսօր մենք շատ մարդիկ ունենք, որ Հայաստանում աշխատում են երկքաղաքացի լինելով։ Շատ ճկուն է, դա շատ օգտակար է, մանավանդ մեր անձնագրերը դեռ մենք նույնիսկ չգիտենք վիզայի ազատականացումը Եվրոպայից կլինի թե չէ, տարիներ է դա տևելու։ Հետո մի բան են չարեցինք, չի լինելու։ Ոնց որ Վրաստանը տեսակ ինչ եղավ։ Չի կարող ինքը մեզ ազատ վիզայի ռեժիմ տա, Ռուսաստանի հետ էլ ազատ վիճակը լինի։ Եթե ինքը Ռուսաստանի հետ հակառակորդա սահմանափակում է Ռուսաստան, մեզ պետք է ասի կամ Ռուսաստանից հրաժարվի, կամ մեզանից։ Այսինքն մեր դեպքում խրախուսելի է երկքաղաքացիությունը, բայց մոռացեք պետական կառավարման մաս կազմելու դա հստակ ցուցակ է, որովհետեւ դու չես կարող, եթե դու Հայաստանի շահերը պաշտպանեցիր, այդ երկրի դավաճանն ես լնելու։ Սա է։ Եվ ասում եք ոչ իշխանությանն եք միանալու, ոչ ընդդիմությանը իշխանություն չկազմելու դեպքում, բայց գիտեք, գաղտնիք չէ, որ շատերը ձեզ այս իշխանությունների պրոյեկտն են համարում, նշում են, որ իշխանափոխությունից հետո եթե հարկ լինի միանալու եք Նիկոլ Փաշինյանին, իհարկե դուք էլ ձեր խոսքում դա հերքեցիք, պարոն Սիմոնյանն էլ հենց այս տաղավարում բացառել է, որ կմիանաք իշխանությանը եւ կնպաստեք Փաշինյանի վերարտադրությանը։ Ինչ նպատակով են այս պնդումները տարածում եւ կխնդրեմ եւս մեկ անգամ, եթե ձեզ համար միանշանակ է, հաստատեք, որ որևէ պարագայում չի կարող Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցություն լինել։ Ես ասում եմ, եթե կլինի հրաբուխ, երկրաշարժ, նույնիսկ անցով անովկիանոս Հայաստանում պատուհանը կբացեն, կտեսնեն ցունամին եկել է իրանց պատուհանին է հասել, մենք չենք միանալու ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ Սամվել, ոչ որևէ մեկին։ Մենք գնալու ենք մեր օրակարգով։ Ինչի՞ են մարդկանց դա հիստերիայի մեջ գցում, որտեվ ասում են ոնց։ Բայց հետո չենք կարելու առնենք։ Այնտեղ ճնշենք, այնտեղից գայթակղենք։ Ոնց։ Էս ինչ եք անում։ Դուք փոխում եք հայաստանյան պատկերացումները, ոնց գնաց պարլամենտ ու չծախվեց, բան չի, բա մանդատը քո ինչին է պետք։ Մանդատը մենք ստանալու ենք ժողովրդից։ Մենք այդ ժողովրդի աչքերի մեջ նայելու ենք։ Մենք այն ինչ որ ծախսում ենք, մեր ժողովրդի աջակցության փողերը։ Մենք միլիոններ չենք ծախսում մեր գրպանից, որ ասենք դե ժողովուրդ ջան, բայց այդ միլիոնները ոնց ենք հանելու։ Բա չգնանք մեկին կպնենք, որ այդ փողերը տա։ Այդ փողերը մեզ տալիս են մեր սիրելի հայրենակիցները։ Տալիս են ասում են, որպեսի կյանքի կոչենք մեր ծրագիրը, կյանքի կոչենք իրանց ծրագիրը, իրանց երեխայի ապագայի ծրագիրը։ Որևէ դեպքում մեզ այդ մանդատը առևտրի հանելու բացի դա որ անբարոյականություն է, դա դնենք մի կողմ Հայաստանի համար դա ոնց որ սովորական բան է։ Բացի դրանից մենք այ գիտեք ովքեր են անհանգիստ։ Միլիոններ են ծախսելու, չէ՞ որ այդ մանդատը ստանան։ Բայց թե ոչ մեկին չմիանան իրանց ինչին է պետք։ Լավ էլ բիզնեսմեն տղերք են։ Իրանք լավ գիտեն, որ մեծամասնություն չեն ստանալու։ Ինչ եք կարծում, իրանք մի քանի 100,000 դրամ աշխատավարձի համար ամեն մանդատին մի քանի միլիոն դոլար փող են ծախսում։ Բայց իրանք առևտուր է պետք։ Հիմա մենք դրանց էլ ենք խանգարում, չէ՞։ Բայց եթե մենք անցանք, իրանք չեն անցնելու։ Իսկ մենք ասում ենք, մենք ձեր խնդրեմը չունենք։ Մենք նախ միլիոններ չենք ծախսում։ Հետո մեզ օգնում են մեր հասարակությունը, որպեսզի մենք հավատարիմ մնանք մեր գաղափարներին ու ծրագրերին։ Դրա համար, եթե մենք ասում ենք ոչ մեկին չենք միանում, ասում են բանա, բա Նիկոլ Փաշինյան, ո՞նց ենք պաշտպանում Նիկոլ Փաշինյան։ Հետո այնքան խառնվում են իրար։ Ասենք մարդ ասում է, եթե դուք գնաք ձայները փոշիացնեք, դրանով օգնում եք Փաշինյանին։ Ասում ենք ինչի ենք օգնում Փաշինյան։ Դե ասում է դե գործակցով բազմապատկում է, գործակցով բոլորին է բազմապատկում, դա չի հարցը։ Այսինքն ինքը ենթագիտակցորեն մտածում է, որ դե Փաշինյանն է մեծամասնություն ստանալու։ Հետո որպեսի չբռնվի խոսքի մեջ, մի քիչ հետո թողում ես մի քանի նախադասություն գա, ասում ես բա Սամվել Կարապետյանին չի եք պաշտպանում, դե ասում եք նա հաղթելու։
ինքը ամենաշատ ձայնը ստան։ Ոնց ամենաշատ ձայնը Սամվել Կարապետյանն է ստանալու, բայց մեր փոշիացած ձայները Նիկոլ Փաշինյանն է գնալու։ Այսինքն հաղթելու է նրանց է գնալու բնականաբար ամենաբարձր։ Մեծամասնություն ունեցողին է գնալու, բայց ինչի են դա ասում, որտեղ հասկանում եմ, որ դա աբսուրդ է, որ մտածել, որ ես կարող եմ ռուսամետ ուժին պաշտպանել։ Լավ, իսկ եթե մի իրավիճակում հայտնվենք, որ դուք էլ անցնեք, նրանք էլ անցնեն, իշխանությունն էլ անցնի ու որևէ մեկը մեծամասնություն չկազմի ու իշխանություն ձևավորելու խնդիր լինի, այդ պարագայում լուծումը ինչպես պետք է լինի։ Լուծումը էսպես է, իրանք գալիս են իրանց տեխնացուին, են ձայն տալի։ Նա էլ գալիս է իրանց տեխնացուին, մենք է քանի մանդատ ունենում ենք, մեր մանդատով վարչապետի տեխնացուն Գուրգեն Սիմոնյանն է։ Մենք էլ բավարար եթե մանդատներ չունենակ այդ դեպքում։ քանի մանդատ ունենք, այդքանով ընտրում ենք իրան։ Բայց չընտրվեց այդ դեպքում։ Չընտրվեց, երկրորդ փուլ են ուզում։ Ասում ենք իրար ուտում եք, ձեզ բարի ախորժակ։ Ամեն մեկն ասում է, եթե նա ընտրվեց, երկիրը կործանվելու է։ Նա ասում է, եթե նա ընտրվեց, երկիրը կործանում է։ Մենք ասում ենք, մենք դες բայղուշ ծրագրեր չունենք, եթե մենք չընտրվենք, երկիրը կործանվելու է։ Այդ դեպքում կոմպրոմիսը ո՞րն է։ Ձեր ձայներով ձայն տվեք Գուրգեն Սիմոնյանին, Հայաստանի ապագան լինի նորմալ հուսալի ձեռքերում։ Դուք պետք չի մեզ բացատրեք, չեք հասկանում համախմբման կարևորությունը։ Վայնես լավ ենք հասկանում, բայց հասկանում ենք, չէ, որ դու ընտրվես, նա է ասում երկիրը կորց։ Իսկ մի հատ հարց։ Նիկոլ Փաշինյանը առիթը օգտագործեց, որ Ռուսաստանից ստեղ քայլեր են անում, Եվրոպայից էլ դիտորդներ բերեց, հանկարծ արդյունքները դուրը չեկավ, չեղյալ հայտարարեց ընտրությունը։ Ինչ ենք անելու։ Մենք էլ չենք անցել մեր նման ուժ, որը կանգնի ասի հոп ժողովուրդ ջան, այս ինչ եք չեղալ հայտարարում։ Լավ սպասեք։ Այս ամեն ինչը նորմալ է։ Մեր կարգի ուժից է, չէ նաև կախված, որը որ կամ լեգիտիմացնի այդ ընտրությունը կամ չլեգիտիմացնի։ Այսինքն բան չեն անհանգիստ, որովհետև շատ հեշտ է ասել, ընտրությունը ռուսամետ ուժերի մեջ էր, իրանք ուզում են երկիրը տանեին, եվրոպացին էլ եկավ մի քիչ աչք փագեց, ասեց ավելի լավ է Նիկոլ Փաշինյանի արասներին աչք փագենք, որպեսզի հանկարծ ռուսամետները չտանեն։ Բայց մի րոպե հարգելի եվրոպացիներ, դուք եք խայտարակալնելու, եթե աչք փագեցիք, բայց ձեր սկզբունքները որտեղ մնաց։ Իսկ դրա համար մենք ասում ենք, եթե մենք ենք ձայն ստանում, մենք էլ մեր ձայներին տեր ենք կանգնում։ Շատ եք անհանգիստ, որպեսզի իշխանությունը ձևավորվի, ձայնը տվեք, իշխանությունը ձևավորենք, բայց մեր ծրագիրն անենք, ոչ թե ձեր, որովհետև եթե մենք որևէ մեկին միացանք, ասենք ենթադրենք մի քանի նախարարի պաշտոնի համար, պորտվելի համար, մենք ում ծրագիրն ենք իրականացնելու։ Իրանց, որ վարչապետ դառնա։ Վերջ, մաքսիմում կարող է մի երկու նախադասություն քո ծրագրից իրանք վերցնեն, բայց մեկը գլոբալ առումով համապարփակ այդ ծրագիրը իրանցն է։ Եթե մենք գնում ենք, ասում ենք ժողովուրդ ջան, մեզ ձայն տվեք, հետո ասում ենք, դե ոնց մենք մեր ծրագիրը կյանքի կոչենք, եթե մեկին չմիանանք։ Եթե մենք մեկին միանանք, մեր ծրագիրը չի դա։ Նշանակում է, եթե որևէ մեկը ուզում է, որ մեր ծրագիրը կյանքի կոչվի, մենք ձեզ ներկայացնում ենք թեկնածու։ Եթե որևէ մեկի ուսադիրները փոխվել, եթե ես գտնում եմ, որ ես արժանի եմ համարում Գուրգեն Սիմոնյանին քվեարկել, բայց այդ ովքեր եք դեն շատ արժանի։ Եկեք դեմս նստեք մի հատ հասկանանք, այդ ո՞րն է ձեր արժանիքը։ Մի հատ հասկանանք, էլի։ Բայց եթե նրանք չգան ձեզ միանան ու դուք էլ դե բնականաբար թողել է հաջորդ ընտրությունից, երկրորդ փուլում նրանցից մեկն ու մեկը այնուամենայնիվ դառնալու է իշխանություն։ Դե դա կախված է, բայց նաև թե ինչքան ձայն կհավաքեն։ Եթե մենք ունենում ենք ծանրակշիռ ներկայություն, իրանց համար դա հեշտ չի դա կատարել։ Չէ, երկրորդ փուլի դեպքում յուրաքանչյուրով արդեն կհաղթի, այնքան մանդատ կստանա, ով կայուն մեծամասնություն կունենա խորհրդարանում։ Իսկ եթե մենք լինենք երկրորդ փուլին, ոչ թե իրանցից մեկը, բան չի համար ենք ուզում դա անենք։ Դուք կարծում եմ ոնց որ թե երրորդ տեղին եք հավակնում այս պահին։ Չէ, հարցը նա չի, որ մենք երրորդ տեղին ենք հավակնում։ Երրորդ տեղի հետ կապված սոցիոլոգիական տարբեր հարցումները դա այն ժամանակ էր, երբ որ դեռ մենք չէինք միացել Գուրգեն Սիմոնյանի հետ, դեռ Գուրգեն Սիմոնյանի հետ մարզային այցելությունների չէինք գնացել։ Կարող է փոխվել պատկերը այս մասով։ Իհարկե կարող է փոխվել, որովհետև մարդիկ մանավանդ հասկանում են, որ այս խաբեության վերջը երևալու է ինչ անում իշխանությունը, ինչ անում ռուսամետ ընդդիմությունը, արդյունքում այս ժողովրդին ակտիվացնում են, չէ, ընտրություններով։ Բոլոր տեղերը ողողել են իրանց նկարներով, ամբողջ մեդիան լցրել են իրանցով։ Բայց երբ որ ժողովրդին ակտիվացնում ես, այդ ժողովուրդը, որ ակտիվացավ, ասում են, լավ մի րոպե, որ ակտիվացել է, մի հատ տենանք ում ընտրենք։ Այմար ոչ սրանք են մի բան, ոչ սրանք։ Մարդիկ նեղացան 21 թվին, տանը նստեցին, չէ։ Այո։ Ինչի համար, որովհետև ասին ես ոչ կգնամ ձայն կտամ Փաշինյանին, որպեսի Քոչարյանը չգա, ոչ թե ձայն կտամ Քոչարյանին, որ Փաշինյանից ազատվեմ։ Սա այն տեխնացուն չկա այստեղ ու գնաց տանը նեղացած նստեց, բայց այդ տանը նեղացած նստողը եթե տեսնի այլընտրանք,
տանից դուրս է գալու, չէ։ Իհարկե։ Ու այդ մարդուն չեք առնելու, նա առնվողը չի, նա ծախվողը չի։ Այդ մարդը նեղացած նստել է, ծախվողը լեր, հիմա մեկին միացած կլներ։ Այնտեղ պաշտոն են բաժանում, այնտեղ էլ փող։ Այդ մարդը սպասում է այդ այլընտրանքին։ Հենց ինքը այդ այլընտրանքը որպեսի տեսնի քայլ անի, այդ մարդուն փոշմանացնում են, չանեք հանգարտ, այտենց բան չանեք, թող Փաշինյանը ընտրվի։ Այն մարդիկ, ովքեր ասում են, որ այս պայքարը գնում է Փաշինյանի ու Սամվել Կարապետյանի միջև, դա հենց իրանք այդ օրակարգով սպասարկում են Փաշինյանի ծրագիրը, որտեղ ինքը երազում է, որ 21 թվականի Փաշինյան-Քոչարյան կռիվը տեղափոխի Փաշինյան Սամվել Կարապետյան։ Դա իր սցենարն է։ Ով որ այդ սցենարով ասում է երկու ուժ կա պայքարող, նա հենց սպասարկում է Նիկոլ Փաշինյանի սցենարը։ Եվ պարոն Անտոնյան, ես հիշում եմ, որ 2021 թվականի ընտրություններից առաջ մայիս ամսին ձեր հարցազրույցներից մեկում դուք հայտարարեցիք, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ապա նա 5 տարի չի պաշտոնավարի, սակայն Փաշինյանի կառավարման օրոք մենք առաջին անգամ ոչ թե հերթական, ներողություն, ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրությունների ենք գնում։ Ինչու ձեր այս գնահատականը կյանքի չկոչվեց ու ինչու Փաշինյանին հաջողվեց 5 տարի կառավարել։ Ես մինչև դա ասել եմ, նաև ասել եմ բացատրել, որ այն ընդդիմությունը, որը որ գնում էր ընտրության, եթե ինքը մանդատը կստանա, եթե ինքը կգնա խորհրդարան, կլեգիտիմացնի Նիկոլ Փաշինյանին, դրանից հետո այլևս ոչ մի բան չի ստացվելու։ Եթե դուք գտնում եք, որ 2021 թվականին, դա 20 թվականի պատերազմից հետո, դուք գտնում եք, որ դա անընդունելի է այս ամեն ինչը, դրանից հետո եթե դուք չճանաչեք, հիմա այսպեսի մի բան նայենք, այդ ասեմ, որ պատկերացնեմ, մարդիկ շատ դեպքերում ասում են փողոցային պայքար չի կարելի, իհարկե կարելի է։ Բայց եթե այս ընտրությանը չեմ մասնակցել, ում ձայների համար եմ փողոց դուրս գալի։ Ինչ չեն ասի, այդ ժողովրդի ում անունից ես դա անում։ Բայց երբ որ մանդատը վերցրած պատգամավորը կանգնում է ասում է ժողովուրդ ջան, մենք դժգոհ ենք, եկեք փողոց դուրս գանք։ Նա ինչ է ասում։ Նա ստացել է մանդատ սահմանադրության 94-րդ հոդվածն ասում է, պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին։ Քանի տոկոս ուզում ունենաս ցայն։ Դու համամասնական ընտրությունը ամբողջ ժողովրդին ես ներկայացնում։ Ասում է ժողովուրդ ջան, դե մենք դուս գանք փողոց։ Իսկ ինչ արեցին իրանք։ Բացարձակ ոչ մի բան չարեցին։ Իրանք իրանք քայլերով լեգիտիմացրեցին։ Եթե իրանք նույնիսկ իրանք մանդատի հետ կապված անկայունություն առաջացնեին, կարող է այդ հարցին միանային նաև արևմտամետ ուժեր, լոյալ ուժեր, բայց բոլորը մի կողմ քաշվեցին, ասին դե եթե դուք եք սա անում, դուք ընտրության եք գնացել, մանդատը ստացել եք, մենք գնանք ում ձայնը փողոցում բողոքարկենք։ Քոչարյանի։ Այսինքն այս հարցում այն նույն խնդրեմը հիմա է ալնելու։ Եթե հիմա այսօրվա դրությամբ իրանք ամեն ինչ անեն այս իշխանությանը լեգիտիմացնեն, հետո եթե աշխարհակաղակական մի հատ կատակլիզմ չլինի մեր տարածաշրջանում, այսինքն եթե դրսի ազդեցություն չլինի, իշխանության ձեռից ոնց է իշխանություն վերցնում։ Իսկան տարբերակներից մեկն էլ առնվազն մանդատները չվերցնելն է, որը խորհրդարանական ճգնաժամ կստեղծի։ Կամ մանդատը ստեղծես, բայց փողոցային պայքարով այդ մանդատին տեր կանգնես։ Եթե դու չես ընդունում արդյունքը, եթե դու ինչ-որ խնդիր ունես ասելու, բայց դա պետք է նախ կարողանաս այդ ճանապարհով գնաս։ Իրանք այդ ճանապարհով չգնացին։ Այդքան ձայնը ստացան, բայց ինչ արեցին, ամեն ինչ արեցին, որ հասարակությունը հետ քաշվի, որտեղ այնտեղ չկար ռուսամետ ընդդիմության մեջ չկար իմ տեխնացուն, որ ես ասեի ժողովուրդ ջան, մենք էլ ենք միանում այդ շարժմանը, ում շարժմանը միանայինք, իրանք ոչ մի բան չարեցին, բայց եթե իրանք գոնե ասեին մենք այս չենք ընդունում, ժողովուրդ ջան, մեր խնդիրը նա չի թե մենք ընտրվենք, եկեք տեր կանգնենք ձեր ձայներին, այդ ձայներին տեր կանգնելու, բայց իրանք ցանկացած միտինգ անում էին, իրանք գնում էին այդ նախկինների թիմը գնում էր ցանկացած շարժման կողքը կանգնում էր արժեզրկում գցում մի կողմ, նույնիսկ եթե մարդիկ հավաքվում էին ոչ իրանց պասով, իրանք գնում էին անմիջապես տեր էին կանգնում, որ մատ լաքակցեն իրանցով, եւ դրա համար ոչինչ չստացվեց, ոչ իրանց մոտ, ոչ մյուսների մոտ։ Այս նույն խնդրեմը նույն սխալը ուզում են հիմա անեն։ Շնորհակալ եմ պարոն Անտոնյան։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքագետ Էդվարդ Անտոնյանի հետ։ Կհանդիպենք։